Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Շարունակիր ընթացքդ, քեզ զորացնողը Տերն է։ 46-րդ Սաղմոսի 10-րդ խոսքում կարդում ենք. «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստված»։ Սիրելի՛ բարեկամ, եբրայերեն բնագրում հանդարտ բառը «ռաֆա» բառն է։ Մենք կարող ենք թարգմանել այն որպես հանգիստ կամ խաղաղ։ Իսկ այս նախադասության իմաստային թարգմանությունը այսպիսին կարող է լինել. «Մի՛ փորձիր քո ուժերով անել այն, ինչն անկարող ես։ Ինձ հանձնի՛ր քո հոգսերը և վստահաբար կտեսնես, որ Ես եմ Աստված»։ Մեր խնդիրների լուծումն Աստծուն վստահելու և հոգսերը մեր ուսերից ցած դնելու մասին Աստվածաշունչը հետևյալն է սովորեցնում Եբրայեցիս 4:16 խոսքում. «Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»։ Աստվածաշնչյան վերոհիշյալ մեջբերումն ինձ հիշեցնում է Եսթեր թագուհու պատմությունը, որը կարող ենք ընթերցել Աստվածաշնչի Եսթերի գրքում։ Մի օր, երբ հրեաները բախվեցին չար ունենք Համանի ձեռքով կոտորվելու վտանգին, Եսթեր թագուհին որոշեց աղոթել ու ծոմ պահել, որպեսզի փնտրի ու գտնի Տիրոջ օգնությունը։ 3 օր անց նա գնաց թագավորի մոտ, որն իր գավազանն ուղղեց դեպի Եսթեր թագուհին։ Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթեր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։ Սա մի հրաշալի նկարագրություն է այն հնարավորության մասին, որը տրված է մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի համարձակորեն մոտենանք շնորհքի գահին։ Դու ազատ մուտք ունես դեպի Աստծու ներկայության մեջ Տեր Հիսուսի մաքրագործող և սրբագործող արյան շնորհիվ։ Եվ սա ոչ թե մեր արժանիքների արդյունքում, այլ Տեր Հիսուսին հավատացող մարդկանց արտոնվող շնորհքի։ Այսօր մոտեցիր այդ շնորհքի գահին։ Բե՛ր Աստծու առաջ այն ամենը, ինչը ծանրացել է քո սրտին, ինչն անհանգստացնում է քեզ։ Բաց թող հոգսերդ և դրանք հանձնի՛ր Աստծուն։ Թույլ տուր, որպեսզի Նա միջամտի և լուծի այդ դժվարին իրավիճակը, բժշկի քեզ քո հիվանդությունից, շտկի լարվածության հասած բարդ հարաբերություններդ և այլն։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն այսօր էլ քեզ է ուղղում Իր խոսքը։ Խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր, բաց թող խնդիրներդ, իջեցրու դրանք քո ուսերից։ Հանդարտ եղի՛ր և իմացի՛ր, որ Ես եմ Աստված։ Ինձ համար չկա անհնարին ոչինչ։ Ես կարող եմ փոխել ամեն բան, վերափոխել ու փոխակերպել ցանկացած իրավիճակ ու ընթացք, որովհետև Ես եմ Տերը՝ Ամենակարող Աստված։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։